Պարոն Ղալոյան, նախ ինչ իրավիճակ է, հա, Տավուշի մարզում, հաշվի առնելով, որ վերջին շրջանում կրակոցներ կան Սյունիքում, Գեղարքունիքում, չնայած ասում են ոչ թիրախային է անկանում, Տավուշում նման դեպքեր արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման։ Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված որևէ կետի վրա, հիմա հանգիստ վիճակ է, ավելացնելու բան չունեմ։ Իսկ սահմանազատման գործընթացից ինչ նորություններ կա։ Սահմանազատման գործընթացից իմ ունեցած տեղեկատվությամբ որևէ պրոցես չկա այս պահին, եւ գտնում եմ, որ ճիշտը հարց ուղղելը սահմանազատման Սահմանադրության մասին տեղյակ չեք, թե ինչ պատճառով ընթացք չի ստանում, որովհետեւ կանոնակարգ էր հաստատվել, որ պետք է Տավուշից։ Ոչ, դա ինձ վերաբերող հարց չի, ուղղեցեք հարցը սահմանազատման սահմանագծման անձնաժողովին։ Իսկ այն կետը, որը որ ֆիքսվել է, որտեղից որ պետք է սկսեն, Տավուշի մարզում է որևէ աշխատանք, ոչ մի աշխատանք իմ տեղեկատվությամբ չի իրականացվել։ Իսկ իրանցի պատը ինչու ճաքեց։ Գիտեք, այնտեղ հիմնականում գիտեք այդ process-ները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, որը պարզել իր հետևանքներ ունենալու էր, եւ դա չեմ գտնում, որ շատ մեծ աղետ է վերականգնող։ Դե չէ, որովհետեւ որպես բան էին, հա, ներկայացնում ձեռքբերում, հա, իրանցի պատը, որ ըստ էության Հայաստանի ու Ադրբեջանի բաժանումն էր ու խորհրդանշական էր, այդ խորհրդանշական պատը։ Իրանցի պատը ժողովուրդ ջան 130 մետր, եթե ես չեմ սխալվում, 130 մետր պատը ավելի շատ ժողովրդի պահանջով է եղել եւ ինքը ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել։ Մենք գիտենք այնտեղ խնդիր չկա, աշխատանքները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, այնտեղ հիմնականում լիցք արված մեծ ծավալի հողային աշխատանք է իրականացվել, այդ պատճառով այսօր ունենք դա, որը որ լուծվող հարց է։ Այսինքն չի գա, որ ամենաանվտանգ հատվածն է այդ սահմանազատված հատվածը։ Միանշանակ։ Եվ բանվեցին բնակիչների այն մտահոգությունները կապված սահմանազատման սահմանագծման այդ աշխատանքների հետ, որ առաջինովին ներդիրում։ Համենայն դեպս դուք ինքներդ դրականատեսն եք, որ որևէ process չկա 2024 թվականին սկսված սահմանազատման process-ի սկզբից իհարկե կար որոշակի անհանգստություն, որը նաև ուղղորդված էր մեր որոշակի քաղաքական շրջանակների կողմից, բայց այս պահին որևէ անհանգստություն չկա, ես շաբաթօրն եմ եղել անձամբ Կիրանցում, ես հաճախ այցելում եմ, ժողովրդի մոտ անհանգստություն չկա։ Գիտենք, որ իշխանությունները գիտենք չեն կարող բնականաբար չանդրադառնալ եկեղեցի իշխանություն հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը մտադիր է, այսպես ասած, հեռացնել կաթողիկոսին, ինչպես ինքն է ասում, ազատել վեհարանը ու այդ նպատակով հոգևոր խորհուրդ է ձևավորել, այդ ձեր տեսակետը։ Ինձ թվում է հենց ձեր հարցադրումը սխալ է, որովհետև դա եկեղեցու դեմ չի ուղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Վեհափարի դեմ է ուղղված։ Վեհափարի դեմ չի ուղված է այն մարդու դեմ, որը որ խախտել է կուսակրոնության այդ գրածը։ Ու բառամթերքն իր ինչպես է եկեղեցու հոգևորականների մասին խոսում։ Ժողովուրդ ջան, այդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալի ամեն ինչում խառնվեն, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չի, դուք ոնց եք կարծում։ Թող այդ եկեղեցականները մտածեն, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը աղոթում եւ մոմավառում այն եկեղեցիներին, որտեղ սպասավոր չկա։ Թող դրա մասին մտածեն։ Այսինքն ողջունում եք Նիկոլ Փաշինյանի սկսած է սամբոլ։ Ուրեմն մեր երկրի վարչապետի քաղաքականությանը ամբողջությամբ կողմ եմ 100%-ով։ Այսինքն դուք կարծում եք, որ ինքը ամբողջի Ավել հարցերի չեմ պատասխանում։ Այսինքն երբ որ հիմա գրել է, որ այսա կներեք, հիմա որ ասում է մեյլին ուղարկեք, հանձնախումբ ձևավորվի, կարող է դուք էլ, հա, համաձայնություն հայտնեք այդ քաստինգին մասնակցել։ Այդ հարցին չեմ պատասխանում։ Խնդրեմ ձեր հարցը։ Ինչու չեք պատասխանում։ Ցանկություն չունեմ։ Պարոն Ղալոյան, Իրանցում արդյոք բոլոր բնակիչները փոխհատուցում ստացան, թե ոչ, որովհետև կային բնակիչներ, որոնք չէին ցանկանում ստանալ այդ կառավարության կողմից տրվող գումարները։ Ուրեմն դուք գիտեք, որ այդ փոխհատուցման process-ը կառավարության գաղտնի որոշումով է իրականացվել, հավաստիացնում եմ ձեզ, որ 90% ստացել է այդ փոխհատուցումը։ Իսկ այն քիչ տոկոսը ինչով է պայմանավորված։ Քիչ տոկոսի պայմանավորված են նաև որոշակի տեխնիկական խնդիրներ կան,
ժառանգության խնդիրներ կան այդ process-ի մեջ։ Պարոն Ալիմյան, դուք կարծում եք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը իրանցի այդ հատվածը Հայաստանի ամենաանվտանգ հատվածն, այսինքն այնտեղ ապրող քաղաքացիները ամենաանվտանգ իրավիճակում միջավայրում են ապրում։ Միանշանակ։ Այսինքն որ ուղիղ իրախում են մոտ են ադրբեջանցիները դա անվտանգության երաշխիք։ Ժողովուրդ ջան, այսօր դուք տեսաք, ասենք աշխարհի մի ծայրից մի ծայրին խփում են, ասենք այդ տարածությունն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Ես չեմ կարծում, որ դուք տենց եք մտածում, ուղղակի հարցատալիս եք։ Հյուրախում եք դպրոց։ Նման բան չկա, ուրեմն ես ձեզ հավաստիացնում եմ, Կիրանց գյուղից ոչ մի մարդ դուրս չի եկել։ Կիրանց գյուղում այսօր 16 միլիոն սահմանամերձ բնակարանության ծրագրով 55 նոր բնակարան է կառուցվում։ Բնակելի տուն։ Միայն Կիրանց։ Այո։ 55 ճիշտ է։ 55։ Պարոն Ալիմյան, եւ կխնդրեմ ասեք ձեր մարզում կան կիսաքանդ եկեղեցիներ, որոնք անխնամ են եւ եկեղեցականներ օրինակ չեն գալիս, չեն հետևում եւ որևէ ձևով չեն աջակցում որ դա վերակառուցվի։ Միանշանակ կան, բայց այսօր ԿԳՄՍ-ի կողմից իրականացվող ծրագրերով մենք բազմաթիվ եկեղեցիներ ունենք, որոնք վերականգնվում են։ Ես նկատի ունեմ եկեղեցուց որևէ աջակցություն լինում է, դա էր հարցը։ Այսինքն ինչ առումով աջակցություն։ Եկեղեցականները գալիս են, հետաքրքրվում են, որևէ անգամ մտահոգվել են այդ քանդված Ամենայն դեպս վերջի շրջանում առնչություն չունեն եկեղեցիներին։ Տավուշի մարզում տեսել եք եկեղեցիներ, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ հիշեցնում են Չուլանների, ասենք օրինակ 5 օշի կրավատ բան եղել է այդպես բաներ։ Միանշանակ, եթե եկեղեցի սպասավոր չունի, որ եկեղեցու տեսել չեմ ժողովուրդ ջան, ձեր սադրիչ հարցերով ասենք ինչ եք ուզում անել։ Հիմա որ դուք ասում եք Չեմ պատասխանում այդ հարցին։ որտեղ Այլ հարցեր։ Մարդիկ պիտի համոզվեն ձեր խոսքի վրա։ Վերջացրեցիք։ Չէ, չպատասխանեց։ Ես ասած չեմ պատասխանում այդ հարցին։ Չեք տեսել, թե տեսել եք։ Տեսել ենք։ Ասեք, որտեղ եք Պարոն Ալիմյան, ներողություն, տեսել եք, չեք ասում։ Կառավարության վերջին նիստում խոսում էր, որ Տավուշի մարզի Իջևան թե Դիլիջան քաղաքում մանկապարտեզը, որ սեփականաշնորհվել է նախկին արտգործնախարարի։ Չի սեփականաշնորհվել, անհատույց տրամադրվել է։ Անհատույց տրամադրվել է, չի սեփականաշնորհվել։ Ինչ նպատակով։ Չեմ կարող ասել, ինչ որ բարեգործական ծրագիր ա եղել, որի շրջանակներում տրամադրվել է, որի պատճառով այդ մանկապարտեզի տարածքը ամբողջությամբ մանկագործության համատանվել վերջին մի 15 տարում։ Մեծ տարածք է, հա, ինչ շինություն է։ Ես սխալվեմ երևի քառակուսին ասեմ, բայց Դիլիջան քաղաքում էր հենց։ Եվ գնանք, որ դուք ասեցիք, այո, տեսել եք, հա, եկեղեցիներում մահճակալ եւ այլն, դա որ եկեղեցում եք տեսել, որ Ամենայն դեպս ես ասացի չեմ պատասխանում այդ հարցին, նույն հարցը դուք կրկնում եք, ասեմ, իմաստը տրամաբանություն։ Չեք հավատում, մի հավատացեք, դա ձեր իրավունքն է։ Կարող եք օրինակ լրագրողների համար կազմակերպել, ուղեկցել լրագրողների։ Ես իմ ասելիքը այդ մասով ասեցի։ Կարող եք լրագրողներին ուղեկցել, դուք ֆիքսել։ Պարոն Ալիմյան Ես ձեզ կզանգանեմ ցույց տամ։ Կսպասեմ։